Բարև բոլորին, նախքան թեմային անցնելը խնդրում եմ գրանցվել ալիքիս, գրել մեկնաբանություններ և սեղմել զանգակի կոճակը։ Հավատացեք, դա ինձ շատ է պետք և մոտիվացվելու համար և ալիքին առաջ գնալու համար։ Եվ ինչու չէ, ես կուզենայի կենդանի շփում ունենալ սիրելի հետևորդներ ձեզ հետ։ Հիմա, սիրելիներս, այսօր իմ 8-րդ օրն է կարնիվոր դիետայի։ Ես ինձ զգում եմ հոյակապ։ Իմ կարծիքով վաղ է, ինչպես ասում են, փառքի դափնիները տալ միայն պլյուսների մասին խոսել կարնիվորում, բայց այն որ միևնույն ժամանակ ես զգում եմ փոփոխություններ դրական կողմերով, իհարկե դա ինձ համար շատ պլյուս է և ես կցանկանայի, որ դա շատ երկար տևեր, գիտեմ մարդկանց տարիներով են այդ սննդակարգով ապրում, ինչևէ ապագան ցույց կտա։ Ուզում եմ մի փոքր խոսել իմ մասին, իմ տարբեր տեսակի փորձված դիետաների մասին։ Նախ ասեմ, որ ես մանկությունից այնպես չի եղել, որ ես փոքր-մոքր եմ եղել ու հանկարծակի սկսել եմ գիրանալ։ Մանկությունից էլ 7 տարեկանից ես ավելի կոնկրետ սկսել եմ գիրանալը։ Դպրոցում էլ շատ խոշոր երեխա եմ եղել, պատանեկության տարիներին էլ, բնականաբար տարիների ընթացքում քաշը կամաց ավելանում է։ Եթե ես ասեմ քաղցր սիրում եմ, ինչքանով, որքանով եմ քաղցր սիրում եմ տորթերի, մրգերի, շոկոլադների տեսքով։ Ես ընդհանրապես չեմ սիրում քաղցր սոկեր, քաղցր թեյ, քաղցր սուրճ, տարբեր տեսակի մուրաբաներ, ջեմեր, պովիդլոներ, ես ընդհանրապես բացարձակ դա չեմ սիրում։ Իմ մոտ այդ սերը միայն թխվածքին, հացին, հացաբուլկեղենին։ Ճիշտ է, եթե ասեմ, ես 5-րդ տարին է հաց չեմ ուտում։ Հաց չեմ ուտումը այսպես։ Առիթների ժամանակ, ինչ-որ եթե երկար ժամանակ կարոտեմ, քանի որ լավաշ շատ եմ սիրում, հնարավոր է լավաշ ուտեմ։ Բայց դա կարող է լինի 1 օր, մաքսիմում 2 օր, նորից անցնում եմ իմ հին սովորությանը, որ հաց չեմ ուտում։ 5 տարի հաց չուտելով ես շատ գոհ եմ։ Գոհ եմ այն պատճառով, որ իժոգաները չկան, վերացել են։ Իհարկե նորից, եթե անցնում եմ իմ չարաշահմանը, նորից դա վերադառնում է։ Իժոգաներ չունեմ հիմա, փառք Աստծո։ Բացի այդ, ես հացեղեն չեմ մարսում, դա հիմա թե դրոշից է, իմ կարծիքով դա գլյուտենից է, միգուցե իմ օրգանիզմը գլյուտենը չի վերցնում, ուղղակի ոնց որ ասած, սիրում ես, ուտում ես և այլն։ Տարիներով ասացի, որ կարող է քաշդ ավելանալ ու չզգաս քո վրա, որովհետև առօրյա կյանքդ անցնում է, չես զգում, մեկ էլ բաց, ինչ-որ շոր չի լինում վրատ, ինչ-որ քո շորերից ինչ-որ մեկը վրայովդ չի։ Ու նոր դու հասկանում ես, որ շատ ես առաջ գնացել, անչափ շատ ես չաղացել, այդպես էլ եղավ ինձ հետ։ Ես նույնիսկ այնքան ռադիկալ իմ ջալյոց ես շատ ծայրահեղական եմ, ծայրահեղական ասելով կարող եմ ինձ սպանելով սոված մնալ կամ էլ ձեռներս թափ տալով ասել ոչինչ, դե մեկա չի ստացվելու, ինչ լնա թող լինի։
Նույնիսկ ես հիշում եմ պատանեկության տարիներին ես նույնիսկ 1 ամիս ոչինչ չեմ կերել, մինչև ընդհուպ ուշաթափություն եւ այդտեղից իմ մեջ վախը առաջացավ, նորից անցա նույն մեր ժամանակներում, հին ժամանակներում դա ասում էին այդպես, քիչ կեր, հաց մի կեր, շատ ես ուտում, շատ ուտելուց է, հիմա էլ ես շատ կողքից որ լսում եմ տարբեր բաներ, քանի որ ամեն ինչ փորձել եմ, ես արդեն հասկանում եմ, որ այդպես չի աշխատում, դու չես կարող մարդուն ասել քիչ կեր, մյուսին ասել, դա օրգանիզմը այդպես է, մեկի օրգանիզմը կարող է ճարպը կուտակել, մյուսինը չի կարող, մարդիկ կան, որ ահավոր քչակեր են, ահավոր շատակեր են, բայց նրանք նիհար կազմվածք ունեն ու ընդհանրապես ոչ մի անգամ էլ սննդակարգի չեն հետևում, երբ ուզում են, ոնց ուզում են, որ ժամին ուզում են, դա օրգանիզմի հետ կախված բան է, իսկ իմ մոտ այդպես չէ, իմ մոտ ես վարքյանական, այդեպ ասեմ, ինչքան որ շուտ եմ նիհարում, ինչքան որ արագ նիհարում եմ, այնքան էլ արագ ես վերադարձնում եմ իմ քաշը, այդպես տարիներով փորձելով այսօր այս դիետան, այնօր այս դիետան, տո կրեմլովսկի, տո չգիտեմ ինչ, տո էս դիետա, տո սպիտակուցային, տո բոլորովին գրեչկայով դիետաներ, տո ուգլիվոդային դիետաներ, տարբեր տեսակի բրինձի դիետա, ով ինչ ասում էր այն ժամանակ, ով ինչ ասում էր, ասում էի դե լավ կայնե փորձեմ, փորձում էի, բայց դե դա այն չի ու դա ճիշտը չի, հետո մի օր մի գեղեցիկ օր ես կանգնեցի շերքի նժարին, օ զարմանք, ընդհանրապես իմ քաշը միշտ ասենք եղել է 117, 120, 125 ու առաջ չի գնացել, պատանեկությունից հետո առաջ չի գնացել, ասենք 120-ից էլ առաջ չի էլ գնացել, մի քիչ արդեն հասուն տարիքում, այո, շերքին կանգնելով, դա երևի, եթե չեմ սխալվում, 17 թիվն էր, շերքին կայնելով ես տեսա, որ էս ինչա, նույնիսկ չհավատացի աշկերիս, ինձ թվաց, թե շերքը սխալ է, ճիշտ է ես այնքան էի ծանրացել քայլելու հետ, մեծ խնդիրներ ունեի, չէի կարողանում կես մետր նորմալ քայլել, անդադ տաքսիներով, անդադ եւ այլն, եւ երբ որ տեսա 179 կիլոգրամ քաշ, ես չգիտեմ ոնց որ սառը ցնցուղ ընդունեի, գլխիս ջուրը լցեին կամ ավելի ճիշտ է սառը ջուր էլ չէր, սա ոնց որ կրակ լցեին գլխիս, տուն եկա եւ փառք Աստծո YouTube-ը կար, ման եկա, տեսա, ինչը ոնց, ու բացի այդ ընթացքում ես հիվանդացա, թոքաբորբ էի տարել, գնացի հիվանդանոց եւ այնտեղ պարզեցին, դե բժիշկները մոտ գնում ես, նախ ասում են քաշդ գցի, ես էլ ինչպես ասում են քաշս գցեմ, բայց այս մի կեր, այսքանից այսքան գրամ, եւ իրանք ասեցին, միգուցե դու շաքարային դիաբետ ունես, ես ասի, որ չէ, չունեմ շաքարային դիաբետ, մի խոսքով ուղարկեցին էնդոկրինոլոգի մոտ, էնդոկրինոլոգը պարզեց, որ ես ոչ թե շաքար ունեմ, այլ զոբ ունեմ, ճիշտը որ ասեմ, ես այդ զոբի դեղերն էլ ամեն ստուգվելուց, մի քանի տարի հետո ստուգվելուց գնում եմ մի քիչ ստուգվում եմ, մի խոսքով ես ամեն ինչը այդ հարցում մատների արանքով եմ նայում, այն մի լիստ դեղը խմում եմ, մնացածը թողում եմ, չգիտեմ, հիմա դա լավա թե վատա, ես այսպիսին եմ, եկա տուն,
եւ քրքրեցի YouTube-ը ամենասկզբից, ինչ որ ձեռքս ընկավ մի հատ դոյի после Fresh Life 28 կանալ։ Այս կանալը լսի դուրս եկավ, դա կոչվում է ռուսերեն դրոբնի պիտանյա, չեմ կարող հիմա հայերեն ասել։ Կներեք, ես այնքան եմ այդ կանալները ռուսերեն նայել, որ ես հայերենը չգիտեմ ոնց է, չնայած ես հայկական կրթություն ունեմ, բայց կանալները նայելով ես չեմ կարող ճշգրիտ թարգմանել։ Մի խոսքով դա կոչվում էր դրոբնի պիտանյա, օրը 4-5 անգամ պետք է ուտեի։ Սկզբնական շրջանում, որը սկսեցի դա օգտագործել, այդտեղ ուգլիվոդներ էր պետք, իհարկե քիչ քանակությամբ, իհարկե քիչ, սիրելիներս դուրս եմ եկել, այնքան արևը գնաց, քրտնով դեմքս արևին նստած, ուղղակի չգիտեմ ինչի հարմար զգացի դրսում խոսել։ Եվ կամաց իջավ քաշս, այդ իրենց 5 անգամյա, 4 անգամյա սնունդով, ամեն անգամ կարիք ծիրավատ էի անում սնունդես, այսքան են այնքան, հավատացեք այնքան մեջս ասեմ հեղուկ, թե առաջին անգամ երբ որ ես նիհարեցի, ես երբեք դա չէի պատկերացնի, մի ամսվա մեջ 15 կիլո, ուր եթե երանի հիմա այսպես արագ տեմպերով, հետո հասկացա, որ մարդու քաշը ինչքան շատ է լինում, այնքան շատ է նիհարում ու հետո կամաց դա դանդաղում։ Առաջին ամիսը նիհարեցի 10 կիլո, հետո 15 կիլո, հետո 10 կիլո, հետո 6 կիլո, հետո 7 կիլո եւ այսպես շարունակ ահագին ժամանակ այդ դրոբնի պիտանյան պահեցի։ Պահեցի այդպիսով ես հասա մինչև 100 կարծեմ 36-35։ Ինձ բնականաբար լավ էի զգում։ Հետո նորից եմ ասում, ինչ որ այնպես չէր, որ չէի ուզում էի թողեցի, եղան այնպիսի իմ կյանքում այնպիսի էտապ, որ ռուսի ասածը мне не до этого было։ Հոգեկան տարբեր պատճառներով բաց թողեցի, դա էլ բաց թողեցի, այսինքն տեղից տեղ էինք տեղափոխվում, ինձ համար ծանր էր, հետո ասեմ, այդ դրոբնի պիտանյայի վատը այն էր, որ դու անդադ, հիմա նոր եմ հասկանում ինչու էր այդպես, անդադ ուտել ես ուզում, անդադ նստում ես երազում ես, ահա 2 ժամը գա, անցնի նորից հելնես քո մի բաժին այս 200 գրամ կտորը ուտես կամ 150 գրամը ուտես, այսինքն եթե դու ուտում ես ընդհանրապես մի 5-600 գրամ ուտելիք, դա բաժանում ես 100 գրամ կամ 150 գրամի ու սկսում ես ուտելը։ Ոնց որ ասած ուղեղը անընդհատ այդ հաշվարկների մեջ է ու սպասումի մեջ է, երբ կգա այդ ուղեղը անընդհատ զբաղված է այս ամեն ինչով։ Հետո մենք տեղափոխվեցինք իհարկե Հայաստանում տեղից տեղ, եկա ու նորից սկսվեց ձեռ թափտալու իմ բնավորության հերթական պահը, ինչ ուզում լինի, հետո մի քիչ թեթվացել էի, արդեն ասի, դե նորից բան կանեմ, էլի կփոխեմ։ Բայց զարմանս ինձ, չէ, դա այդպես չեղավ, էլի նորից մեծ արագ տեմպերով, տեղավորվել, արդեն հարցերը քիչ-քիչ կարգավորվելուց հետո անցավ ահագին ժամանակ անցավ, ես արդեն չեմ էլ հիշում ամիսներ էր եւ չգիտեմ միգուցե ինչ, այդ պահին նորից թողեցի, նորից զգացի, որ չէ, նորից ադիշկաները իմ մոտ, այդ շնչահեղությունը, նորից քայլելը դժվարանում է, նորից ձեռքերի, ոտքերի թմրվածություն, մեջքի ցավ, հոդացավերի ցավ, սրտխփոցներ, գլխացավեր, մի խոսքով,
Չէ, ասեցի դա այնքան հիմա արդեն միգուցե արդեն ոնց որ ասում եմ ջահել ժամանակներս հա նիհարել ուշքս միտքս, բայց արդեն չէ, ասում եմ, դե առողջությունից լավ բան չկա, կարևոր բան չկա, գոնե առողջության համար։ Նորից քրքրեցի, ոնց որ ասում են, նորից այդ ամբողջ YouTube-ը տակնու վրա արեցի, ասի տեսնեմ մի հարմար բան։ Հարմար բան ինձ պատահեց կետո դիետան։ Կետո դիետան էլ հրաշալի։ Այ եթե ես նորի հանկարծ չեմ ուզենա, բայց եթե հանկարծակի կարնիվոր դիետան ինչ-որ հոգնեցուցիչ լինի կամ չգիտեմ, հիմնախորոք չեմ էլ ուզում, որ այն ոնց որ ասում են կռամ իմ ճանապարհի վրա։ Եթե կարնիվոր դիետան չլինի, ես կետո դիետան անպայման նորից կշարունակեմ։ Կետո դիետան երկար եմ պահել, նույնիսկ կարնիվորից երկար։ Հայաստանում էինք, դե բանջարեղեն շատ մինիմալնի, այնտեղ իհարկե այնպիսի բանջարեղեններ, որոնք կանաչ են, ասենք վարունգ, կանաչ լոբի, կանաչ պղպեղ, բայց ոչ ասենք կարտոշկա, բոբազու, գազար, այտենց բաներ չէ։ Մեր հետ էլ իր բաները ունի։ Կետո դիետայով նորից իմ 145-ից ես իջա մինչև 115 կիլոգրամ։ Ասեմ, որ այդ ընթացքում ես տեղափոխվեցի նորից Ռուսաստան, աշխատում էի, շատ ծանր աշխատանք, շատ ծանր, եւ այդ աշխատանքն էր պատճառը ու իմ գերհագնացությունը, որ ես նորից, ինչպես ասում են, ուշաթափվեցի ու նորից հետ եկավ ամեն ինչ տեղը, որպիսի ուժերս հավաքեմ, իդեպ ասեմ, ես այդ ամեն ինչը խստորեն էի պահում, մարդիկ կան, որ այդքան էլ խստորեն չեն, ես ամեն ինչն եմ խստորեն մոտենում, ծայրահեղ եմ ամեն ինչին մոտենում։ Այս ժողովուրդ ջան, այս ինչ արև է, ես ճիշտ է դուրս եկա, բայց ուշաթափությունից հետո ես որոշեցի, որ լավ, մի ժամանակ կանցնեմ, այսինքն չհրաժարվեցի այդ դիետայից, ուղղակի խախտումներ արեցի խախտումներ, հետո այնպես պատահեց, որ գործի բերումով արդեն գործը այն չէր, թողինք եկանք Հայաստան, երբ որ եկանք Հայաստան, դե բնականաբար, Հայաստանի ամեն ինչը համով է, Հայաստանի ամեն ինչը լավն է, մենք սկսեցինք Հայաստանում, ինչպես ասում են, բկլիկությունս Հայաստանում բռնեց։ Ու նորից, ոնց ասում են, կրուգավառոտ, նորից կիլոգրամները հետ եկավ։ Ես մի բան եմ հասկացել, ընդհանրապես ինչ դիետա ուզում է պահի, ում ինչ հարմար է, ում ոնց հարմար է, ում առողջությանը հարմար է, ում ինչ դիետա պահի, ես մի բան եմ հասկացել, եթե դա հրաշք բան տեղի չի ունենում, եթե դա թողում ես ինքստիկյան կամաց քաշդ ավելանում է, նայած թե ում ինչ տեմպով է ավելանում։ Իդեպ ասեմ, որ ովքեր ուզում են իմանան, այս որ օպերացիան, իհարկե օպերացիաներին դեմ չեմ, եթե ես գումար ունենայի, միգուցե ես էլ գնայի դրան, ճիշտն ասած մտքումս էլ այդպիսի պահեր եղել են, դեմ չեմ, բայց ես նորից եմ ասում, նույնիսկ օպերացիաներից հետո էլ, եթե ոչ մի բան ուղեղումդ չփոխվավ, սննդակարգդ չփոխեցիր, ապրելակերպդ չկարողացար փոխել, դժվար թե դա հավերժ լինի, դու չես կարա, էդի վեր ու վարումներով է լինում, բարձրանում ես, իջնում ես, ու այդպես շարունակ, ինչպես որ իմ մոտն է, այսպես տարիներ շարունակ իմ մոտ այդպես է, արդեն դարձել ոնց որ սովորություն։ Դրա համար եմ ասում, ժողովուրդ ջան, գրանցվեք ալիքիս, իմ այդ ավելի երևի մոտիվացիոն կլինի, ում համար որ դա պետք է,
ում իրոք պետք է թող իմ հետ փորձեն նիհարել, իսկ ում էլ պետք չի, ես ուզում եմ մոտիվացիա, ուզում եմ մեկնաբանություններ, ուզում եմ խորհուրդներ, ինչու չէ նաև ով է փորձել, ինչպես է, ձեզ մոտ ինչպես է ստացվում, կամ ինչ դիետաներ եք փորձել, եթե ձեր այս կանալը հետաքրքրում է եւ դուք ինչ որ միգուցե պրոբլեմ ունեք կամ չունեք ընդհանրապես, ուղղակի խնդրում եմ բաժանորդագրվել ալիքիս եւ միասին առաջ ընթանանք։ Անցնենք կարնիվորին։ Եկավ մի պահ, որ դա եղավ Ռուսաստանում։ Ես անդադ ուզում էի կարնիվոր փորձել։ Ուզում էի։ Իմ կարծիքով ես Հայաստանում մի շաբաթ էլ փորձեցի։ Երրորդ Ռուսաստան գնալուց չոքերի ցավով էի գնացել ու ընդեղ էլ այնպես ստացվա, որ նոր տարվանից հետո ահա որ չոքի բորբոքում ունեցա, ոտքս ուռել էր, չէի կարողանում շարժել, ահա որ ցավ, ահա որ վիճակ, բնականաբար ես էլ ծանրաքաշ կին, ընդհանրապես հնարավոր չէր քայլելը։ Այդ ժամանակ մի մոմենտ բախտս բերեց այնքանով, որ արձակուրդներ էին գործարանում տված, տանն էինք։ Եվ ես նորից թերթելով ասի նայելուց, տեսնելուց, կարդալուց հասկացա, որ կարնիվորը իրոք բորբոքային պրոցեսը մարդկանց մոտ վերացնում է, հոդացավեր եւ այլ, հիմա տարբեր հիվանդություններ։ Ասի սպասեք փորձեմ, սա էլ փորձեմ։ Իդեպ եթե ոչ մի բան չես փորձում, ճիշտ նույնիսկ չգիտես էլ, ասում ես, հա մեկին կարող է օգնի, մեկին կարող է, մեկին չէ։ Սկսեցի փորձել։ Ու դա տևեց 2 ամիս։ Այդ ընթացքում իրոք ինձ շատ օգնեց։ Այ Տեր Աստված։ Այդ ընթացքում ինձ շատ օգնեց կարնիվոր դիետան։ Ես հետո կխոսամ, որ կարնիվոր դիետային տարբեր փուլեր կան, բայց այդ տարբեր փուլերը, այդ տարբեր ամեն ինչը սիրելիներս կախված է նաև գրպանիդ պարունակությունից։ Եթե հնարավորություն չունես իսկականը, դասականը, այն որ ամենաճիշտն է պահես, կպահես այն, ինչ որ կա ձեռիդ տակ, ինչ որ մատչելի է։ Այդ ընթացքում ինչ փոխվեց 2 ամսվա մեջ, իմ հոդացավերը մինիմումի հասավ։ Իմ գլխացավերը բոլորովին վերացան։ Իմ տրամադրության անկումը բոլորովին վերացավ։ Ինչպես ասել, տես ես անդադ նայում եմ ռազդրաժենին մոտից, որ ամեն մի ստից բանից համար մոտս այդ ռազդրաժենին կար։ Դա վերացավ։ Այդ տագնապները, վախերը, ու ես խորանալով հասկացա, որ կարնիվոր դիետան նույնիսկ ներվերի վրա է ազդում, ներվերն է հանգստացնում մարդկանց։ Ներվային համակարգը նույնպես կարնիվոր դիետայում շատ նորմալ է։ Նորից եկանք Հայաստան։ Դիետայով եմ եկել, վերջին օրն էլ խիստ դիետայով ես եկել եմ։ Եկա ու ասի, չէ, ես չեմ թողի, հայիտեպ մարտի 8-ին եմ եկել Հայաստան, այս տարվա։ Եկա ու ասի, ես չեմ թողնի իմ կարնիվոր դիետան, քանի որ ինքը շատ ինձ օգուտ է տալիս, չեմ թողնի ու վերջ։ Բայց նորից մեր Հայաստանի ուտելիքը կարոտելը, նորից բանջարեղենները, մրգերը, դուք չեք պատկերացնում ինչքան հաճելի է տնական ամեն ինչ տնական ուտելը։
սնունդը բոլորովին այլ է, կանաչեղենը բոլորովին այլ է, վայ կարոտել ենք գաթային, վայ կարոտել ենք մեր հայկական լավաշին, վայ ընդեղ խորոված անելու տեղ չկար, չնայած խորովածը միսը դե բնականաբար կարող ես ուտել, թույլ տալ այդ հեչ, վայ կարոտել ենք մեր խորովածին, խորովածի հետն էլ պամիդոր բիբար բադրջանը, խորովածի հետն էլ մյուս լավաշը ամենակարևոր, ինչու չէ նաև գինի, քաղցրավենիք, ասեմ, որ ես մառոժնի էլ եմ շատ սիրում, մառոժնի և այսպես նորից քաշս ավելացավ։ Հետ գալուց, որ հետ եկել էի, որ գնացել էի, էլ եմ ասում, տանը երկու հատ կշեռ կա, երկուսից էլ ոչ մեկ նորմալ չեն աշխատում, մեկն էլեկտրոնային, մեկն այնպես, այն էլ չէր աշխատում, եկա և իմացա, որ դա էլ չի աշխատում, բայց մի բան կար, երբ որ ես չաղացած գնացի, իմ տունը կշեռքի փոխարեն մի հատ շալվար ունեմ, այս շալվարով եմ զգում, ես ինչքան եմ նիհարել, ես ինչքան եմ չաղացել, այդ շալվարը բոլորովին վրաշ չէր լինում։ Երբ որ եկա, այդ շալվարը մնացել էր Հայաստան, առաջինը որ եղավ, ես այդ շալվարը հագա, ու այդ շալվարը թույլ եղավ, ինչ թե չի լինում, էդի խոսքը չէր, ընդհանրապես չէր էլ կոճկը, ընդհանրապես կարգին չէր էլ մտնում։ Ես այդտեղ էլ հասկացել էի, որ իրոք այդ երկու ամսվա մեջ էլի ես շատ նիհարել էի։ Չնայած գործի տեղն էլ, գործի բերումով էլ, այնպես չէր, որ գործը ազդեցություն չէր տալիս, որովհետև քայլելը շատ էր, տանջանքը շատ էր, ինչևէ մի խոսքով։ Հիմա գանք այսօրվանը ամսի 5-ից սկսել եմ, ամսի 5-ին իհարկե բանջարեղեն եմ կերել հետը պամիդոր վարունգ ու էդ ա եղել, հաշվեմ այսպես ամսի 6-ից ես ընդհանրապես 2 օր եմ տառապել, տառապելը այդքան էլ ծայրահեղ կլինի ասել տառապել, բայց պահի տակ արդեն չէի դիմանում, ասում եմ մի քաղցր բան պետք է վերցնեմ կամ մի ուգլիվոդնի բան վերցնեմ մուտեմ, փառք Աստծո դա էլ անցավ, հիմա շատ հանգիստ եմ ինձ զգում, այսօր կերել եմ 3 կտոր, ինքը մեծ կտոր էլ չէ, փոքր կտոր դուխովկայի մեջի դրած խոզի միս, մի կտոր պանիր ու վերջ, ու ես իմ հանքային ջուր եմ խմել, սովորական ջուր։ Իդեպ ժողովուրդ ջան, ուզում եմ սուրճը թարգել, մեկ ես իմ վրա ծիծաղում եմ, ասում եմ երևի ես վերջում շնչելն էլ թարգեմ, սուրճը, բայց դե սուրճից մի քիչ դեռ չեմ կարողանում հրաժարվել, անհնարին ոչինչ չկա, մի գեղեցիկ օր էլ կարողա սուրճը չխմեմ, ցանկալի է, որ սուրճը գոնե մինիմումի հասցնեմ, գոնե 1 կամ 2 անգամ։ Հիմա ես շատ եմ, նորից եմ ասում, շատ եմ խնդրում ժողովուրդ ջան, հավաքվեք, գրեք, կանալս զարգանա, իմ մոտիվացիան դուք կլինեք, դա ոչ միայն կլինի ասենք իմ վիդեոները, այլ իմ վիդեո օրագիրը, ամեն օրվա, ոնց որ ես ինձ եմ աչոտ տալիս և ձեզ էլ հետաքրքիր կլինի փոփոխությունները, ես չեմ ուզում, որ ամեն օր նստեմ, լեկցիաներ կարդամ, չնայած լեկցիաներ կարդալը իր անպայման էդ էլ է պետք, բայց դե հլա կարճ ժամանակ եմ անցել, որ ասեմ, այս որը լավ է, որը վատ ասեցի, դա այնպեսի բան է, որ պլյուսը մինուսի հետ գնալու է, մինուսավոր բաներ էլ են լինելու, բայց պլյուսն այնքան շատ է, որ երբեք չեմ ձանձրանա ու չեմ ասի ինչու էսպես կամ էսպես կամ այնպես, առայժմ ուզում եմ շարունակել ճանապարհը, ուզում եմ նորից եմ կրկնում, շարունակել ձեզ հետ, ես շատ ուրախ կլինեմ, գրեք մեկնաբանություններ, գրեք
ով էլ որ հետևում է, ինչու եք հետևում, այդ պրոբլեմից է, թե ուղղակի հետաքրքրությունից է, թե ուղղակի որպես ալիք։ Ես ընթացքում կարելի է նաև գնալ գնումները ցույց տամ, իհարկե իմ գնումների մեծամասնությունը դա կլինի միակ իմ համար գնումները բնականաբար լինելու է մսեղեն, ձու, կենդանական ծագման ուտելիք, իսկ բնականաբար ես մենակ չեմ, ամուսնուս համար էլ ընդհանրապես ինքը սովորական սնվում է, ինչ որ իրան պետք է։ Այսքանը սիրելիներս, այսքանը իմ մասին, խնդրում եմ միացեք ալիքին, գրանցվեք, սեղմեք լայքի կոճակը, գրեք մեկնաբանություններ, ես սիրով ձեզ կպատասխանեմ, սիրով կլինեմ միշտ ձեզ հետ ու ես շատ եմ ցանկանում ունենալ կենդանի շփում։ Շնորհակալություն, ցտեսություն։